կատարում է ընտրություն, կարծես թե փողկապով եւ առանց փողկապի, նմանատիպ կերպով հագնված միջին եւ բարձր տարիքի տղամարդկանց մեջ։ Կընտրենք մեզնից մեկին, ըստ էության ամենախելացիին ու կարողին, ու կասենք նրան խոսիր մեր անունից մյուսների հետ ու ասա մեզ, ինչպես ապրենք։ Քաղաքացի եւ պետություն պայմանագրի տեսած ստորագրումն է, կնքումն է ու յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, ինքը ուզում է այդ պայմանագրի մաս լինել, թե չէ։ Երկրի ապագայի հարցը ոչ կարող է մասնակցել։ Պետք է լրջանալ, պետք է մասնակցել եւ պետք է մասնակցել գիտակցաբար ու հաշվարկելով։ Ներողություն, մեզ չի հետաքրքրում։ Իշխանությունը ձևավորվելու է այսպես կամ այնպես, այսինքն դուք մասնակցեք, չմասնակցեք, միևնույնն է ձևավորվելու է իշխանությունը։ Համոզված եմ, որ ընտրություններին կմասնակցի ավելի շատ մարդ, քան այս պահի դրությամբ վիճակագրությունը սոցիոլոգիան ցույց են տալիս։ Փորձելու ենք բացել քաղաքացի պետություն գործարքի շերտերը։ Այս մոլորակի վրա ապրողներով միաժամանակ կարևոր հարցերի շուրջ պայմանավորվել չենք կարող, մենք շատ ենք։ Համընդհանուր մի համաձայնությամբ որոշել ենք, որ կառանձնանանք ընդհանուր տարածք, մշակույթ, հիշողություն, շահ ունեցողներով, կընտրենք մեզնից մեկին, ըստ էության ամենախելացիին ու կարողին, ու կասենք նրան խոսիր մեր անունից մյուսների հետ ու ասա մեզ, ինչպես ապրենք։ Վաղը, հունիսի 7-ին, մենք խորհրդարան ենք ընտրելու, որն էլ իր հերթին մեր երկրի այդ մարդուն։ Տարբեր երկրներում քաղաքացիներն այս գործընթացի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն, ինչպիսին է այն Հայաստանում, փորձելու ենք բացել քաղաքացի պետություն գործարքի շերտերը։ 2023 թվականին Թունիսում խորհրդարանական ընտրություններ էին, որին մասնակցեց բնակչության միայն 11.4%-ը։ 2025-ին Բուրունդիան գրանցեց 98.88% մասնակցություն, քաղաքական ուժերից մեկն էլ ստացավ ձայների 97%-ը։ Որքանով են այս թվերն արտացոլում քաղաքացիների իրական ակտիվությունը, հարցը հռետորական է, բայց փաստ է, որ օրինակ Հայաստանում այդ ակտիվությունը նվազման միտում ունի։ Խորհրդարանական ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը գրանցվեց 2012-ին 62.35%, 9 տարի անց 2021-ին ընտրության գնաց բնակչության 47.85%-ը։ 2026-ի նախընտրական շրջանում հաճախ ենք լսում կարճ մի նախադասություն՝ պետք է գնալ ընտրության։ Իսկ ինչու՞։ Ընտրություններին մասնակցությունը այդ քաղաքացի եւ պետություն պայմանագրի տեսած ստորագրումն է, կնքումն է ու յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, ինքը ուզում է այդ պայմանագրի մաս լինել, թե չէ, եւ անկախ նրանից ինքը մասնակցելու է այդ ընտրություններին, գնալու է, քվեարկելու է, թե չի քվեարկելու, ինքը միևնույնն է կրելու է այդ ձևավորող կառավարության, ձևավորող պարլամենտի, օրենսդիր եւ գործադիր մարմինների ընդունած որոշումների արդյունքներն ու հետևանքները, ինչ է առաջարկում պետությունը, ասում է հարգելի քաղաքացի, ես քեզ առաջարկում եմ անվտանգություն, որոշակի ծառայություններ, արդարություն, չգիտեմ, առողջապահություն, կրթություն եւ այլն, դրա դիմաց ես քեզնից ակնկալում եմ, որ դու կմասնակցես ընտրություններին, կմասնակցես երկրի համար կարևոր որոշումների կայացմանը, այդ են, այսպես ասած, լուր պայմանավորվածությունն է, որ կա պետության, ոչ նաև լուր, ընդհանրապես, կա պետության եւ քաղաքացիների միջև։ Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսի հարցումների համաձայն հարցված 1500 մասնակիցների 3%-ը ավելի շատ հավանական չի համարել, իսկ 5%-ը ընդհանրապես հավանական չի համարել ընտրություններին մասնակցությունը։ Փետրվարին կասկածող անտարբերները 6% էին, վստահ մերժողները 9%։ Չմասնակցելու հստակ որոշումն ամենաշատը 26-ից 35 տարեկանների մոտ է։ Ամենաակտիվ ընտրազանգվածը միջին տարիքի կանայք են։ Թվում է կարիք չկա բացատրելու, թե ինչու է անհրաժեշտ գնալ ընտրության։ Միայն քվեարկության գնալու դեպքում կարող ես հաշվետվություն ակնկալել եւ իսկ ինչու չարեցիր հարցը անկաշկանդ բարձրացնել նախընտրական խոստումներ տված ընտրյալին։ Ամեն մեկի պարտականությունն է։ Ես միշտ մասնակցել եմ ու այդ ընտրությունը իմ համար գլխավորն է, որտեղ մեր երկրի մասին է այս ամեն ինչը կատարվում, նայեք ինչ է լինելու վերջը, լավ է լինելու թե վատ։ Չէ, կարևոր է մեր ճակատագիրն է, մեր ժողովրդի ճակատագիրն է, պետք է բոլորն էլ ընտրության մասնակցեն։ Ինձ թվում է պետության ճակատագիրը բոլորին է հետաքրքիր։ Ես կուզենամ բոլորը ազնիվ ընտրության գնան։ Այս թեմայով հարցում էինք տեղադրել նաև Factor TV-ի YouTube-յան ալիքում։ Քվեարկած օգտատերերի 92%-ը նշել է գնալու է ընտրության, 8%-ը մտադիր չէ։ Մեր բանավոր հարցման մասնակցած եւ ընտրելու իրենց իրավունքից հրաժարվել պատրաստվող քաղաքացիները ինչու հարցին հիմնականում չէին պատասխանում։ Չենք մասնակցի։ Կասեք ինչի չեք մասնակցելու։
Դասի եմ։ Շրջիներին մասնակցելու եք։ Ներողություն մեզ չի հետաքրքրել։ Ընտրական գործընթացներին տարիներ շարունակ հետևող մասնագետներն ասում են, անտարբերությունը մի քանի պատճառ ունի։ Քաղաքականապես օտարված լինելու սկզբունքն է, երբ քաղաքացին ուղղակի չի հետաքրքրվում քաղաքականությամբ, ինքը իրեն քաղաքականությունից դուրս է համարում, մտածում է, որ քաղաքականությունը, քաղաքական գործընթացները իր վրա անմիջական ազդեցություն չեն ունենում եւ ինքը ընդհանրապես չի ուզում դրա մասին մտածի, իր առօրյան արդեն դասավորված է, ինքը քաղաքականության հետ կապ չունի։ Բայց սա ոչ թե պատճառ է, այլ հետևանք։ Ինչ որ բան նպաստում է, որ մարդն իրեն այդպես զգա։ Տասնամյակներ շարունակ մարդկանց մասին հիշում էին միայն ընտրությունից ընտրություն, այդպիսի անգամ ասացվածք ունենք, եւ մարդուն կարծես տեղից շարժելով կանչում էին ընտրելու, քվեարկելու, հետո ասում էին ցտեսություն կհանդիպենք մյուս 5 տարի անց, մյուս ընտրություններին, հա, եւ մարդիկ հոգնեցին այդ դերից, օբյեկտ լինելուց։ Մարդիկ չեն ուզում դա։ Երբ որ մենք այսօր տեսնում ենք վիճակագրորեն, որ երիտասարդությունը ամենամեծ սեգմենտն է զբաղեցնում չգնացողների մեջ, պիտի հասկանալ, որ երիտասարդը ամենաազատամիտ մարդն է ցանկացած հասարակությունում եւ չի ուզում օբյեկտ հանդիսանալ։ Սա շերտերից մեկն է հիասթափությամբ ու ապաթիայով։ Մեկ այլ շերտը զրուցակիցներիս այն է, որ մարդիկ չեն տեսնում ընտրություն։ Անտեղյակ մարդը հավանաբար զարմացած հայացքով կլսի այս նախադասությունն ու կնայի վարչապետի թեկնածուների նկարներին, բայց քաղաքական ուժերի թվաքանակը երբեմն ոչ թե բազմազանություն, այլ դրա պատրանք է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ ընտրության պատրանքը հաճախ շփոթեցնում եւ ավելի ապամոտիվացնում է քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, որովհետեւ իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, որ բոլորն էլ նույնն են, ինչ որ շփոթեցնող եւ ոչ հստակ գաղափարախոսություններով, նաեւ հանրային կոմունիկացիայի տեսանկյունից ցավոք պետք է փաստենք, որ որոշակի կուսակցություններ խնդիրներ ունեն իրենց մեսիջը, իրենց առաջարկը ավելի հստակ հասցնելու քաղաքացիներին, եթե այդ առաջարկը ընդհանրապես կա։ Քանակը դեռ չի նշանակում բազմազանություն մեր քաղաքական դաշտում եւ բազմազանությունը հա շատ լավ կլիներ բնակիչը կարողանար ռեալ ընտրություն կատարել, իսկ այստեղ ինքը կատարում է ընտրություն կարծես թե փողկապով եւ առանց փողկապի նմանատիպ կերպով հագնված միջին եւ բարձր տարիքի տղամարդկանց մեջ առօրյա մակարդակում հայաստանցիները միմյանց հետ ասում են լսել ես ինչ է ասել իրականում իրենց պետք է ոչ թե ինչ է ասում, այլ ինչի մասին է խոսում, որն է այդ ծրագիրը գաղափարախոսությունը, բայց քանի որ իրենց առաջարկվում է ոչ թե գաղափարախոսություն, այլ խոսություն առանց գաղափարների, մարդիկ հենց խոսությունն են քննարկում եւ նյարդայնանում են նաեւ։ Այս ամենը բառավորված ու տեղավորված է սոցիալական հետազոտություններում, բացատրում են որտեղից անտարբերությունը, որը հանգեցնում է բոյկոտի։ Բայց արդյոք դա լավագույն տարբերակն է։ Այս հարցը միմիայն բացասական պատասխան ունի։ Շատ հաճախ քաղաքացիները ասում են, որ իրենց այս քաղաքական համակարգը դուր չի գալիս եւ իրենք բոյկոտում են չգնալով ընտրություններին, այս կուսակցությունները իրենց դուր չեն գալիս եւ իրենք բոյկոտում են այս գործընթացը, իրենց համար սա անընդունելի է եւ իրենք այսպես ասած իրենց բողոքն են չգնալով արտահայտում։ Նրանք շատ տարբեր, այսպես ասած, պրակտիկա է տարբեր երկրներում, բայց մի պայմանով, երբ որ այդ բոյկոտին զուգահեռ կան այլ քաղաքական գործընթացներ, օրինակ եղել է իրենց համար նախընտրել թեկնածու չեն գրանցել կամ ինչ որ չեն ուզում իրենց մասնակցությամբ լեգիտիմացնել այդ գործընթացը կամ այլ առաջարկ ունեն, չգիտեմ, փորձում են այդ չմասնակցությունը մոբիլիզացնելով ինչ որ ազդակ հասցնել հանրային կառավարությանը եւ այլն եւ այլն։ Հայաստանյան բարակայում ես չգիտեմ ինչքանով է արդյունավետ բոյկոտը եւ չմասնակցելը որպես բողոքելը, որովհետեւ իշխանությունը ձևավորվելու է այսպես կամ այնպես, այսինքն դուք մասնակցեք, չմասնակցեք, միևնույնն է ձևավորվելու է իշխանությունը։ Մինչ այս պահը մենք թվարկեցինք բազմաշերտ պատճառներ, որոնցից ելնելով պետք է գնալ ընտրության։ Թվարկեցինք պատճառներ, որոնք գուցե հակառակն են հուշում։ Մասնագետների հետ մեր զրույցներում հիմնական շեշտադրումը հստակ էր՝ պետությունից չեն նեղանում։ Եթե այն ըստ ձեզ բավականաչափ կայացած չէ, ապա ավելի ազնիվ է ոչ թե բոյկոտի, այլ դրա կայացմանը նպաստելու ճամփան։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում եւ դժվար լինի մանավանդ Հայաստանի նման նոր եւ ձևավորվող եւ դեռ չկայացած ժողովրդավարության դեպքում
ակնկալել, որ մենք կունենանք այդպիսի կայացած գաղափարական կուսակցություններ, որոնք ամեն մեկը ինչ որ քաղաքական գաղափարներ առաջ կտանեն եւ հստակ տեսլականներ կներկայացնեն քաղաքացիներին, իհարկե պետք է ձգտենք դրան, բայց այս պահին ունենք այն ինչ որ ունենք ու ասել քաղաքական դաշտը վատն է, ես չեմ մասնակցում, ես չեմ ուզում սրա մաս լինեմ, ինձ չի հետաքրքրում, ինձ իդեալական քաղաքական դաշտ բերեք, նոր ես ընտրություններին կմասնակցեմ, այդ առնվազն արդար չի քո պետության նկատմամբ, որովհետեւ ոչ մեկ քո փոխարեն այդ քաղաքական դաշտը չի լավացնելու, ոչ մեկ քո փոխարեն այդ պետությունը չի ձևավորելու։ Քվեարկելով պիտի հետամուտ լինես քո քվեին, այդ քաղաքական ուժից, որին աջակցել ես, հետո շարունակես պահանջել, ասելով նայիր, ես էի քո ձայների մի մասի աղբյուրը, ես քեզ վստահեցի, շարունակիր աշխատել ոչ թե քո համար, այլ իմ համար, եւ ես սա եմ ուզում քեզնից, բարեկարգում, կանաչապատում, կրթության բարեփոխումներ, առողջ բնակչություն, առողջ սերունդ, էֆեկտիվ քաղաքականություն եւ adekvat ներկայացում մեր պետության եւ հասարակության։ Եթե կար, ապա գնալ, ձեռք բերել պայմանավորվածություն եւ հետեւողական լինել դրա կայացմանը։ Տարբեր երկրներում այս գիտակցումը մարդկանց հասցնելու տարբեր ձևեր են գտել։ Ավելի քան 130 տարի առաջ 1892-ին Բելգիայում որոշեցին, որ մարդիկ չեն կարող ընտրել գնալ ընտրելու, թե ոչ։ Պիտի պարտադիր մասնակցեն։ Ավելի ուշ քվեարկելը օրենքի պահանջ պարտադրանք դարձավ Արգենտինայում, Ավստրալիայում, այժմ ավելի քան 20 երկիր այս կամ այն կերպ ձևականորեն կամ պատժի սպառնալիքով պարտադրում է իր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Հայաստանում խոսքը համոզելու տոնայնությամբ է։ Մասնակցիր քո պետության կառավարմանը, քինա ընտրատեղամաս, արտահայտի քո կամքը։ Եթե դու քո սեսը օգտագործես վեճ առանց քեզ ընորոշլան։ Մին էլ 5 տարի հետո ես մասնակցելու ընտրության։ Շանսը դվածմի թող ազիս։ Հլբժարդն բի դենգիտե նավե։ Դենգի խաբդե բոյ պեշարոժը մեյսվե։ Tlakala diochun gabeatelena kmile. Drimun kala. The election isn't complete without your voice. What? Без вашего голоса выборы не будут полными. Иди голосуй. Առանց քո քվեի ընտրությունը լիարժեք չէ։ Transparency International-ը UNDP եւ Կենտրոնական հանձնաժողովի հետ նաեւ համագործակցության շրջանակներում մի շարք արշավներ է իրականացնում ընտրողների իրազեկման եւ ընտրություններին մասնակցելու հորդորների եւ գիտակցված ընտրություններ իրականացնելու ասած հորդորով։ Մեր թիրախները տարբեր են, առաջին հերթին դա երիտասարդներն են, որովհետև հենց երիտասարդների մոտ է, որ մենք ամենաշատն ենք նկատում անտարբերությունը քաղաքական համակարգի եւ քաղաքագործընթացների նկատմամբ եւ փորձում ենք համոզել, որ երկրի ապագայի վերաբերյալ հարցերը նաեւ իրենց են վերաբերվում։ Այո, իրականում հենց իրենց են վերաբերվում։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության փետրվարի 68%-ի փոխարեն մայիսին արդեն հարցվածների 79%-ը ընտրություններին իր մասնակցությունը շատ հավանական էր համարում։ Իրական թվերը, սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, սովորաբար ավելի ցածր են լինում։ Եթե դու ես որոշել չմասնակցել ընտրությանը կամ դեռ չես որոշել ում ես ընտրելու, ապա ունես մի ամբողջ երեկո եւ գիշեր մտածելու ուզում ես լինել пассив դիտորդ, թե ակտիվ մասնակից։ Գնալ ընտրատեղամաս ու որոշել պետության ապագան, թե սպասել, ինչպես են ուրիշները որոշում քո ու երեխաների ապագան։